Մութ ու ցուրտ 90-ականներին հայ երգարվեստը լուսավորվում էր վառ դեմքերով, գրվում էին ստեղծագործություններ, որոնք մինչ օրս էլ տարբեր մշակումներով սիրելի են դառնում նոր սերնդի համար։ Այդ տարիներին դժվար թե լիներ մի երաժշտ ասեր, ով չէր լսել անիվները, ժամանակի ամենահմայիչ զույգի՝ Գրիշա և Իդա Աղախանյանների կատարմամբ։ Թեև զույգը վաղուց միասին չէ, բայց երգն ապրում է։ Եվ իր բացառիկ հարցազրույցներից մեկում էլ Իդան պատմել էր Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո իր կյանքի ու գործունեության և նախկին ամուսնու Գրիշա Աղախանյանի հետ հարաբերությունների մասին։ Այս տարիների ընթացքում ես առավելապես զբաղվել եմ պրոդյուսերական աշխատանքով և եթե անկեղծ լինեմ, երբեք էլ չեմ սիրել ու չեմ ձգտել լինել բեմում։ Երբ դեռ Հայաստանում էի, երգի պետական թատրոնի մեներգչուհի լինելուց բացի դասավանդում էի ջազ քոլեջում, նաև թատերական ինստիտուտում, Արթուր Գրիգորյանի բացած երաժշտական կուրսում։ Հետո տեղափոխվեցի Ամերիկայի Միացյալ Նահանգներ ու քանի որ ինձ ավելի մոտ է ստուդիայում աշխատանքը, գործիքավորում, ձայնագրություններ և այլն, հիմնեցի իմ էստրադային ստուդիան։ Թեև ապրում էի նահանգներում, բայց մինչ 2007 թվականը կապս ամուր էր նաև Հայաստանի հետ։ Գրեթե ամեն տարի այցելում էի։ Իմ աշակերտները մասնակցում էին երաժշտական տարբեր նախագծերի ու մրցույթների և բավական լավ արդյունքներ գրանցում։ Բայց հետո մայրս հիվանդացավ, ես երկար տարիներ խնամում էի նրան և այլևս չկարողացա աշխատանքային կապ ունենալ Հայաստանի հետ։ Այս ամենից բացի կարծում եմ գալիս է մի տարի, երբ մարդն այլևս իր գործում ինքնահաստատվելու կարիք չունի, արդեն կարելի է օգնել ու ուղղորդել երիտասարդներին փոխանցելով նրանց քո փորձն ու գիտելիքները։ Իմ և Սերժի համագործակցությունը շատ հետաքրքիր եղավ։ Նա զանգահարեց ինձ վոկալի դասընթացներ անցնելու համար, վերցրեց 2 դաս ինչ-որ միջոցառումից առաջ ձայնը կարգավորելու համար։ Ամեն ինչ հրաշալի անցավ ու նա ցանկություն հայտնեց շարունակել դասերը։ Սկսեցինք միասին աշխատել, հետո իմացա, որ նաև երգեր է գրում, ինչն ինձ շատ հետաքրքրեց և հիմա զբաղվում եմ նրա պրոդյուսերությամբ ևս։ Արդեն 2 մենահամերգ ենք ունեցել, ինչը երիտասարդ երգչի համար մեծ ձեռքբերում է։ Բավական հաջող ենք աշխատում, դրան կարծում եմ նպաստում է այն, որ շատ նման ենք միմյանց ու լավ ընկերներ ենք դարձել։ Սերժն իսկապես շատ տաղանդավոր և կիրթ երիտասարդ է։ Համերգներից մեկից առաջ Սերժն ինձ ասաց՝ արի անիվները զուգերգով ներկայացնենք։ Ես իհարկե մերժեցի, քանի որ կազմակերպչական աշխատանքներով էի զբաղված, լարված էի, բայց նրան հաջողվեց ինձ համոզել։ Երգն առաջին անգամ կատարեցինք կենդանի նվագակցությամբ և այն միանգամից ընդունվեց։ Անիվները սիրվել էր Հայաստանում, բայց ես չէի պատկերացնում, որ Միացյալ Նահանգներում այն ևս հավանության կարժանանա։ Երգի երաժշտության հեղինակն Իդա Աղախանյանն է, խոսքերը գրել է Էմմա Պետրոսյանը։ Հետո որոշեցինք նաև տեսահոլովակ նկարահանել, ինչը հատկապես այս օրերին մեծ խնդիր էր։ Կար առանց դիմակների նկարահանվելու խնդիր, բացի այդ գեղեցկության սրահները փակ էին ու այստեղ ինձ օգնության եկավ 80-ականների Հայաստանի փորձը, երբ շրջաններում համերգների ժամանակ սրահներ այցելելու հնարավորություն չկար ու ես ինքս էի գելով հարդարում մազերս ու սանրվածք ստանում, բայց չնայած բոլոր դժվարություններին կարողացանք բարեհաջող իրականացնել նկարահանումները։ Մարդիկ առհասարակ սիրում են երգերի բնօրինակները, գուցե հետագայում նույն երգն ունենա ավելի լավ մշակում կամ ներկայացվի առավել բարձր որակի ձայնագրությամբ, բայց միևնույնն է մարդիկ հիշում են առաջին կատարումը։ Անիվների պարագայում ևս մտավախություն կար չընդունվելու զուգահեռների, բայց մինչ օրս լսած արձագանքները բավական դրական են, ինչն իհարկե ուրախալի է։ Այն ամենն ինչ անցյալում է, ես թողնում եմ անցյալում և կապ չունի անձնական, ընկերական թե բարեկամական հարաբերություններ են դրանք։ Իմ որոշումները միշտ հաստատուն են։ Երեխաները նրա հետ շփում ունեն իհարկե, իսկ ես բացարձակ ոչ մի կապ չունեմ։ Մենք բավական հասուն տարիքում ենք ամուսնացել ու բավական լավ ճանաչել միմյանց։ Մոտ 15 տարի ապրել ենք միասին, բայց եկավ պահ, երբ հասկացանք, որ այդ միությունն այլևս հնարավոր չէ։ Բաժանվելու որոշում կայացրինք։ Գրիշան պետք է գար Հայաստան, իսկ ես ընտրեցի մնալ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Իմ պապական ազգանունը Ջանիբեկյան է, բայց անձնագրով ես Աղախանյան եմ և չեմ փոխում այն, քանի որ առաջին հերթին իմ երեխաներն են Աղախանյան, մենք Աղախանյանների ընտանիք ենք։ Բացի այդ, ազգանուն փոխելն այստեղ թղթաբանական մեծ գործընթաց է, իսկ Անահիտն էլի անձնագրային անուն է՝ Անահիտ Իդա Աղախանյան, սակայն դեռ փոքրուց բոլորն ինձ Իդա գիտեն։
Շուրջ 13 տարի չեմ եղել Հայաստանում, գուցե դժվարանամ բացատրել այդ զգացողությունը, բայց երբ միտեղ երկար ժամանակ չես լինում, վերադառնալն ավելի դժվար է լինում։ Իհարկե չեմ էլ կարող ասել, որ անտարբեր եմ, բայց անհասկանալի զգացողություններ ունեմ։ Թերևս այս հոգեվիճակիս բացատրությունն այն է, որ երկար տարիներ խրված լինելով հոգսերի մեջ, կորցրել եմ ինչ-որ զգացմունքներ, որոնցից է նաև կարոտը։ Իմ անձնականը դրել եմ մի կողմ հանուն կյանքիս կարևորագույն մարդկանց։ Մոտ 12 տարի եղել եմ մորս կողքին, ով հիվանդ էր ու բավական ծանր օրակարգ էր պահանջվում նրան խնամելու համար։ Մեծացրել եմ երեխաներիս ու շատ հպարտ եմ, որ իմ երազելի մարդիկ ու մասնագետներն են դարձել։ Հպարտ եմ, որ ամենադժվար իրավիճակներում անգամ չեմ կորցրել լավատեսությունն ու սերը կյանքի հանդեպ։ Ուզում եմ, որ բոլորը վարակվեն այդ լավատեսությամբ, հետևեն իրենց եւ ուրախ լինեն։ Այդ դեպքում կյանքը կտա համարժեք պատասխան։ Իհարկե դժվար էր ամեն ինչ նոր տողից, բա ինչու Գրիշան նեղվեց, Top 10-ով ռապիսը շուտ անցավ ու արդեն պետք է մտնեինք ամերիկյան կյանք, բայց Գրիշան ընտրեց հայկականը։ Իհարկե իմ բախտը բերեց, որ ես առաջին իսկ օրից աշխատեցի իմ մասնագիտությամբ, Կոնստանտին Օրբելյանն այնպես արեց, որ ես դասավանդեմ երաժշտական ակադեմիայում, հետո սկսեցի երգել եկեղեցում, սևականների երգչախմբում, ակումբներում եւ այլն, բայց որոշ ժամանակ անց դադար եղավ, քանի որ մայրս ծանր հիվանդացավ ու երկար ժամանակ ես էի նրան խնամում, մայրս հրաժեշտ տվեց երկնային կյանքին, եղբայրս հայրս։ Բայց ես արդեն կոփվել եմ ու արդեն սովորել եմ դժվարություններին դիմանալ, երբ ծնվել եմ արդեն մահացած եմ եղել ու պորտալարը փաթաթված է եղել վզիս, բժիշկները 10 օր պայքարել են իմ կյանքի համար, եթե ես հանդուրժեի ու շատ բաների վրա աչք փակեի, ամեն ինչը նորմալ կլիներ, բայց ինչ շատ հայկական ընտանիքներում հանդուրժում են, որտեղ ձևականությունը ավելի շատ է, ես այդպես չեմ մտածում, եթե մի բանից ես ուրախ չեմ, աշխատում եմ դա չունենալ ու չեմ ափսոսում, մի բան պետք է հիշել, մի անգամ ես ապրում, ուրեմն պետք է երջանիկ լինես։ Իդայի խոսքով ինքը չի նեղ սրտում, որ շատերը մինչև հիմա իրեն ճանաչում են որպես Գրիշա Աղախանյանի նախկին կին։ Երբ փոքր էի, բոլորը հարցնում էին Գուրգեն Ջանիբեկյանը ձեր ինչն է, սոսը եւ այլն։ Խնդիրն այն է, որ ես երբեք չեմ խորացել իմ անձի շուրջ, ես ինձ երբեք լիդեր չեմ համարել, հիմա էլ նույնն է։ Իմ բախտը բերել է, որ իմ երեխաները վերցրել են մեր գեների լավագույն գծերը ու այսօր ավելի շատ ես եմ իրենցից ինչ-որ բան վերցնում։ Ես նույնիսկ ուրախ եմ, որ չեն ընտրել մեր ճանապարհը, կարգին աշխատանք ունեն երկուսն էլ։ Մեծ տղաս ամերիկյան խոշոր ընկերության տնօրեններից մեկն է, իսկ փոքրս մասնագիտացել է ֆիզիոթերապիայի ոլորտում։ Մեծը 36 տարեկան է, փոքրս 23։ Նույնիսկ մեծիս ասում եմ, այնպես կուզենամ թոռնիկ ունենամ, բայց աղջիկ, ես պատկերացնում եմ աղջիկ ու ոնց եմ իր հետ զբաղվելու, այնինչ չեմ հասցրել տալ, երեխաներիս կտամ թոռնիկիս։ Երեխաներն իհարկե հայրիկի հետ կապ ունեն, ժամանակ առ ժամանակ գնում են տղաներով հանգստանալու, իսկ ես ոչ։ Իմ բնավորությունն էլ հեշտ չի, ես շատ սկզբունքային եմ, եթե չպետք է նորմալ անկեղծ հարաբերություններ լինի, ավելի լավ է չլինի, իրենք մեծ տղաներ են, թող շփվեն։ Հիմա ավելի ուժեղ ու հանգիստ եմ դարձել, հիմա փաստորեն այո ու ոչ մի բան ամուր չի աշխարհում, բայց ես լավատես եմ ու բոլորին եմ փոխանցում իմ լավատեսությունն ու առաջ շարժվելու ձգտումները, նշել է Իդան։